Ողջույն, ես Հայկն եմ Կարապետյան։ Եվ այսպես Բաքուն մտադիր է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին ներկայացնել հանրապետության տարածքում ԱՄՆ միջազգային զարգացումների գործակալության ապօրինի գործունեության մասին փաստերը։ Այդ մասին դեպի նոր աշխարհակարգ միջազգային խորհրդաժողովի բացման ելույթում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Ալիևը։ Մեր գլխավոր դատախազությունը ներկայումս հետաքննում է USAID-ի ապօրինի գործունեությունը, ինչ զեկուցել են նախաքննության մասին, որի արդյունքները բացահայտել են նաև այդ կազմակերպության հակաադրբեջանական ակտիվության մասշտաբները, կառավարության աշխատանքը ձախողելու եւ մեր ներքին գործերին միջամտելու բացահայտ փորձերը։ Եվ երբ թղթապանակը պատրաստ լինի, մենք այն կներկայացնենք նախագահ Թրամփի վարչակազմին, որպեսզի նրանք կարողանան կոռումպացված USAID-ին եւ նրա կոռումպացված ղեկավարության նկատմամբ լուրջ միջոցներ կիրառել։ Հիմա տեսեք, ակնհայտ է, որ դատախազությունն Ադրբեջանում USAID-ի գործունեությունը հետաքննում է անձամբ Իլհամ Ալիևի հրահանգով։ Իսկ նպատակը ոչ թե կոռուպցիայի կամ ներքին գործերի միջամտության բացահայտումն է, այլ Դոնալդ Թրամփի ուշադրությունն իր վրա հրավիրելը։ Քաղաքակիրթ երկրների առաջնորդներից շատերը նման խնդիր ունեն եւ ցանկացած հնարավորություն փորձում են օգտագործել անձնական շփում հաստատելու Միացյալ Նահանգների նախագահի հանրապետական վարչակազմի ազդեցիկ դեմքերի հետ։ Նման դիվանագիտական ձեռնարկումներում քննարկելի ոչինչ չկա։ Տեսեք, Ալիևը երևում է Վաշինգտոնի հետ երկխոսության որևէ լուրջ ռեսուրս չունի։ Ուստի ընտրել է Դոնալդ Թրամփին գործ տալու նվաստացուցիչ տարբերակը։ Նույն ելույթում Ալիևը թույլ է տվել իր կարգավիճակին ոչ հարիր եւս մեկ արար։ Հայտարարել է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում Հայաստանը խաղադրույք է դրել Քամալա Հարիսի վրա։ Սա նույնպես գործ տալու քայլ է։ Ուշադրություն, եթե Ալիևը հրապարակայնացրել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնման իր գործիքակազմը, ապա կարելի է ենթադրել, թե ինչ ստվերային գործարքներ է նա առաջարկում գործարար Դոնալդ Թրամփին։ Խնդիրն այն է, թե ինչ հաշվարկով է Ադրբեջանի նախագահը մտել Թրամփին գործ տվողի կերպարի մեջ, որովհետև այդ կազմակերպությունն Ադրբեջանում գործել է ԱՄՆ-ի ոչ միայն դեմոկրատական, այլև հանրապետական վարչակազմի օրոք, հենց նույն Դոնալդ Թրամփի նախագահության առաջին շրջանում։ Եվ եթե այն կոռումպացված էր, ապա միայն Ադրբեջանի կառավարության հետ համագործակցությամբ, քանի որ ցանկացած ծրագիր իրականացվել է նրա համաձայնությամբ։ Գործ տվող նստայդմ կարող է հայտնվել առնվազն քաղաքական պատասխանատուի կարգավիճակում։ Ես Հայկն եմ Կարապետյան, կսպասենք հետագա զարգացումներին, պինդ եղեք։ Հիմի, դուք եք մոռանում, որ Ադրբեջանը այսօր գազ մատակարարում Թուրքիային 5 միլիարդի ցավել, նավթ մատակարարում, տրանզիտ նավթը գազը դեղով ատանում, ճանապարհները այսօր կենտրոնական Ասիա ամբողջ ուզում է դրա համար ստեղծի իր հնարավորությունները որպես կամուրջ ամբողջ Իրանով գնա Թուրքիա եւ Թուրքիան դառնա խապ զարգացած երկրի։ Հիմի Թուրքիան չի պետք է այս 3 միլիոնի համար ժերտվա գնա այդ ամենից ընկնելու զրկվելու համար։ Խելքից մոտիկ եք ասում։ Իհարկե ոչ։ Իհարկե դա համար ես 2 օր առաջ խոսեցի, երեկ էլ Թուրքիայի Էրդողանի խորհրդականը հայտարարեց, որ Ադրբեջանի հետ հայկական կողմի ինչքան էլ ասի ես պատրաստ եմ, Ադրբեջանի հետ հարցերը լուծի հետո։ Չէ, բարձ ասում են կողմից պետք է ճանապարհները բացվեն, որ հետո այս կողմից բացվեն։ Բարձ ասում են։ Դրա համար մենք որ չխորանանք այդ Ադրբեջանի ինչ խնդիրներ ունի, ինչ ա լուծում, մենք մեր ճանապարհները կառուցենք բոլոր առումներով։ Երկաթուղի ճանապարհ ուղղակի Գուրզավոյ ասենք դեղ օթանավակայան Գյումրիում եւ այլն եւ կառուցողները օրինակ դա փող դնողներ կան, մանձերինքեր կան, որոնք ցանկանում են կառուցեն, տես չի որ սա պետքա պետական բյուջեն լինի հիմի եւ Իրանի իսլամական պետությունից միջև Սևծով, հա մենք դրանով պետքա զբաղվենք, եթե ֆինանսների հարց ունենք, պիտի լուծումը տանք, գտնենք, ոնց ենք անում, դրանից հետո ես վստահեցնում եմ Ադրբեջանի ինքը իրան համաձայնվելու է այն պայմաններին, որը դուք ասում եք, դեռ ավելին ինքը պետք է ընդունի 25-26 թվի քարտեզը, սահմանազատումը, փաստ ու դրանով առաջնորդի, որ իր համար այդ ճանապարհները տաս։
քիչ Հավանական չի։ Ֆանտաստիկ սցենարի։ Չէ, ֆանտաստիկա, ասեմ ձեր համար խիա ֆանտաստիկ։ Գիտեք ինչի եմ ասում, որովհետև եթե խնդիրը միայն նրա մեջ է, որ մենք ճանապարհները չենք պատրաստում, դրա համար չի ստացվում։ Ճանապարհների համար փող ներգրավելու համար պետք է այդ քաղաքական պայմանավորվածությունները լինեն, որ այդ ճանապարհները կբացվեն։ Ոչ մեկ այստեղ գումար չի ներդնի, եթե դրանք չեն աշխատելու։ Լավ, փորձեմ ուրիշ ձևակերպեմ։ Մենք տեսնում ենք լարվածությունը Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջև օրեցօր գնում է առաջ եւ այն օրը 2 օր առաջ Լուկաշենկո եւ Տաջիկստանը միջնորդ դառան, այդ խոսակցություն տևեց Ծելեմոստարին եւ այլ։ Սա բերում է քեզ նրան, որ Ադրբեջանը գալու է մի փուլ, որ այդ ճանապարհը իր համար օդի ջրի պես պետք է լինելու։ Դա մար ասում եմ, դու զբաղվի քեզանով, վստահ եմ։ Տնային աշխատանքները։ Իրանք կարող է մի օր այսօր որ դու իր հետևից վազում ես թուղթը ձեռը դասում ես ստորագրի, ինքը չի անում, չէ։ Ես քեզ վստահեցնում եմ, դու դրանով զբաղվի, մի առ ժամանակ հետո ինքն այդ թուղթը ձեռի հետևից դնելու, որ դու ստորագրես։ Պարոն Բաբայան, էսկալացիայի մասին խոսեցիք, այսինքն բանակի մասին խոսեցիք, ասեք գոնե բանակը կառուցեք, որպեսզի պատրաստ լինեք էսկալացիայի, հա։ Այս ընթացքում, չգիտեմ, բանակի վերափոխման ծրագիր է ընդունվել, որոշակի բարեփոխումներ են իրականացվել, ձեր կարծիքով կուզեի իմանալ, արդյոք իրականացվել են թե ոչ։ Սահմանային որոշակի ամրաշինական աշխատանքներ են իրականացվում։ Բանակը պատրաստ է Ադրբեջանի հետ այսօր, եթե համադրենք պոտենցիալները լայնամասշտաբ էսկալացիայի, թե ոչ։ Իհարկե ոչ թե Ադրբեջանը չի պատրաստում լայնամասշտաբ պատերազմանի քո հետ որ դու պատրաստ լինես կամ չէ, բայց որ բանակը մեր պատրաստ չի եւ ես նորություն չեմ ասի ինչա կատարում բանակում, այդ ռեֆորմը դուք գիտեք ոնց եք պատկերացնում, ասենք որ տեխնիկան առել եք, ասենք լավ կամերեք ունեք, ամեն ինչ առել եք, կազմաշին ունեք, բայց աշխատողները չկան։ Ճիշտ օգտագործող այդ նոր տեխնիկան չկան։ Դուք համարում եք, որ ձեր ստուդիա ունեք, լավ, իհարկե ոչ։ Այսինքն նույնն էլ բանակն է։ Հիմա երբ որ մենք ասում ենք ռեֆորմա գնում, ինչ ռեֆորմ եք տեսել, ասենք ինչ են փոխել։ Ինչ են արել, էլի կարակ ասենք տարել են սպաներին կրթել, բարձր մակարդակ ապահովել հիմի այդ բարձր մակարդակի վրա նոր կառույց են ստեղծում եւ դրան զենքով ապահովում, թե ինչ նկատի ունեք դուք, հա? Կամ ասենք երեք իրանց անօթաչու սարքերը եւ այլն մեր տարածք են մտնում, թռնում են, այսօր էլ նույնը անում են։ Ինչ եք փոխել, էլի ուզում եմ հասկանամ դուք, երբ որ ռեֆորմ եք ասում, ինչի մասին եք խոսում։ Ոչ մի բան չեն արել, ես չեմ ուզում անընդհատ խոսեմ, որովհետև ես որ խոսում եմ գործող իշխանությունը կամ նրան սատելիտները բանը լավ չեն ընկալում, լավ չեն հասկանում եւ լավ չեն ընդունում, հետո ճշմարտությունը վատ է, էլի դառնա։ Ոչ բան չեն անում, չեն էլ կարա։ Պետք է ասել, որքան էլ դառը։ Չէ, մակարդակ չկա, այդ մակարդակը, որը որ պիտի այդ բարձունքի վրա բանակը կառուցվի, այդ սպայական կազմը, այդ մասնագետները չկան եւ իրանց ոչ մեկ չի պատրաստում։ Այն դիլետանտի, որ կուղարկենք Ֆրանսիա, Ռուսաստան, Ամերիկա, բան, թվացյալ բոլորիդ, որտեղ խելոքներն են։ Այդ տեսնում եք Ուկրաինա, Ռուսաստան, խի են դες կռվում։ Հրթիռավ, բեսպիլոտնիկա բանա, սպայական կազմի մակարդակը զորական է։ Եվ ամբողջ Ուկրաինայում եւ Ռուսաստանում։ Այո, եւ ամբողջ արևմուտքն այնտեղ եւ էլի չի կարող մոտ այնտեղ տես չի։ Չեմ ուզում շատ խոր ուրիշների մասին կարծիք արտահայտեմ, ես նայում եմ մասնագետի աչքերով, այն դաշտերը սաղ վարել են սնարյադով, հրթիռով, բայց առաջ խաղացում դանդաղ չկա կամ հա դա խոսում է որ ստրատեգիցկի վերլուծություն, ռազմավարություն, համագործակցություն, օդը, հետախուզությունը բոլորը միասին չեն աշխատում կամ մի շարք այլ խնդիրներ կա, որ տակտիկան պետք է փոխվի, իրանք օրեկան տանկ են ռեմոնտ անում, ԲՄՊ եւ այլ տեխնիկա տանում առաջիկից խփում է այդ բերում բան, մի խոսքով դա մի այլ խնդիր է, պետք է ամբողջը հետևակը անի, հետևակի օդը պաշտպանվի։ Նայեք, այսօր ռուսական կողմը չի կարող
Ուկրաինայի օդը մտնի, ասենք իր ինքնաթիռները բան դժվար է, չեն կարող, խփվում են, բայց խոսում են հրթիռային համակարգ ունեն, որ 2000 կիլոմետր խփում է, որ կարող օդանավի վրա կախի ու հեռվից իր սաղ հակաօդային կոորդինացման աշխատանքներ բան, ես համարում եմ զրոյականի վրա է, ինչ որ ես տեսնում եմ, եւ մենոնք էլ նույն ձևի են հնուց եկած, տենց մտամդեղ միտեղ Ֆրանսիայում կամ միտեղ սովորացնում են, ոչ միտեղ ոչ մեկը ոչ մի բան չի սովորացնում, ոչ մի բան չկա, դիլետանտություն է ու իրանք է շարունակում են տենց պայելը, քեզանից լավ քեզ ոչ մեկը չի սովորացնելու, դարամ սենց ասեմ, մոտեցեք այդ հարցին լուրջ, փորձեք, մենք առաջի պատերազմի ժամանակ գեներալ Իվանյանը մեր ամբողջ հրետանին, ամբողջ համալսարանի դասախոսները տարել այնտեղ եւ այդ հրետանու ամբողջ գազմը գրքերով բանով այդ երեխոց բոլորին սովորացրել։ Հակառակ դեպքում մենք հաջողություն չենք ունենալ, եթե այդ հրետանու ազնագազմը նման Իհարկե, մենք 93 թվին արդեն վուպուսնիկներ էինք տալիս համալսարանում, բանում, ռազմական բանում, ոլորտում, հասկանում եք, դա տենց չի, ոնց որ պատկերացնում են։ Ընթացից կարիքները հաշվի առնելով սովորել են։ Իհարկե, մենակ այդ ձև,